Ողջույն սիրելիներս, ձեր սիրած ռուբրիկան եմ բերել, ես ու մայրիկս այս շոքին որոշեցին քաղաքից դուրս գալ, բայց չգիտենք ուր ենք գնում, հիմա Աբովյանի տրասայի վրա ենք, այսպես ասած, կամ Ծաղկաձոր, կամ Սևան, տեսնենք ոնց կդասավորվի, դիտեք հոլովակը մինչև վերջ, կկիսվեմ թե ուր ենք գնում, ինչ ենք կերել, համեղ էր թե ոչ, և իչքան գումար ծախսեցինք, մնացեք, որոշեցինք գալ Սեմոյի մոտ, համ համով հաց կուտենք, համ կհովանանք, համ էլ լավ կոնտենտ կստեղծեմ ձեր համար։ Շատ են չայկաները, ես այսքան շատ չէի տեսել, այն կողմում ավելի շատ են, հեսա գնանք ընդեղ, ցեք իմ սիրուն մամայի հետ։ Մենք գնացինք լավ ժամանակ անցկացնելու։ Որ հերթերը շատ են, չնայած որ երկու շաբթի օր է այսօր, բայց ահա որ հերթեր են, գրանցվեցինք 40 րոպեվա մեջ մեզ կտեղավորեն, չգիտեմ, այդքան կսպասենք թե ոչ, հələ որ սպասում ենք, տեսնենք։ Ժողովուրդ ջան, քանի որ 40 րոպե պետք է սպասեինք, մենք որոշեցինք շարժվել Դիլիջան։ Հիմա գնում ենք Դիլիջան, բայց չգիտենք որտեղ կոնկրետ։ Մնացեք մեզ հետ, վերջը տեսեք ինչ որտեղ գնում ենք, թե չէ։ Եկանք Համադան։ Տեսնենք տեղ կա, թե չէ։ Հիմա նայենք մենյու, ես տեղ էլի եմ եղել, ուտելիքները շատ եմ հավանել, շատ համեղ խոհանոց ունեն։ Սարյանն եմ ցույց տալիս։ Ունի կողային հատված, հենց, ով ես տեղա։ Ենք աղցան, տավարի մսով, պանրային սոուսա, սա հետաքրքիր մատուցման տարբերակ է, հեսա կուտենք կասենք համով է թե ոչ։ Հիմա փորձում ենք տավարի մսով և դծմիկով աղցանը, ինչ-որ պանրային սոուսով, բայց պանրային էր մամ սոուսը։ Հա? Կդերեք։ Խոլ համով էր։ Ինձ դուր եկավ։ Սխտորային համունի։ Այդ աղը, համացմացնով, համով, չգիտեմ, դուրս եկավ։ Պոպոքել կա վրան։ Պոպոքո սամետան։ Ձիթապտուղ ու չերի լոլիկներ ու չորահաց։ Հետո իրեր։ Դել ենք խոզի խորոված և հավի կրծքամիսի խորոված։ Խոզի խորովածը Դիլիջանի ձևով է պատրաստված, այդ չգիտենք ինչ է նշանակում։ Հեսա կուտենք կասենք, համով էր թե ոչ։ Հավանեցի, շատ համով էր։ Հիմա խոզում քեզ հյուրասիրում։ Հա։ Միսը շատ հյութեղ է, շատ։ Համով է։ Իսկական շատ համով է։ Ուտիրա։ Իրանց սոուսից ու խնդրում եմ չգրել, էլի խորովածը ձեռքով են ուտում, այո, գիտենք ձեռքով են ուտում, բայց ես չեմ սիրում, որ իմ ձեռքերին յուղ է կպնում ու ուտելիք է կպնում, շնորհակալություն։ Շատ համով է։ Նույնը կասեմ հավի կրծքամսի մասին։ Շատ հյութեղ ու շատ համեղ։ Շատ լավն է ժողովուրդ։ Այ որ հացը համով է լինում, համ տրամադրությունը տա բարձրանում, համ էլ ես կարողանում եմ լավ ինֆորմացիա տրամադրել։ Ամբողջը կերել ենք, որտեվ շատ համով է։ Հիմա էլ փորներս բռնած նստած ենք։ Ну вот, поели, теперь можно и поспать. Հաշիվը կարծում եմ բավականին լավն է, 12600։ Ես ես ասեմ, այս ուտելիք միշտ պատվիրել ենք, կարայիք հանգիստ 3 հոգով ուտեիք, մենք ուղղակի շատակեր ենք։ Եվ շատ կերած, գնում ենք ստեղից։ Եթե կգաք Դիլիջան, մտեք այս վայրը, որովհետև համ տեղն է սիրուն, ինչ-որ սենց ֆոտոզոնա էլ ունի, համ համով էր, համ գներն էլ նորմալ մարդկային արժեքներ էին։ Բայց այսքանով չի սահմանափակվում ամեն ինչ, բկլատները շարունակում են իրենց ճամփորդությունը։ Հիմա գնում ենք Ծաղկաձոր, ընկերուհիս էլ գա Ծաղկաձոր, մի հատ էլ կոֆե ենք անում Ծաղկաձորում ու արդեն վերադառնում ենք տուն։
Մենք հասել ենք Ծաղկաձոր, հիանալի եղանակ կա, շատ լավն է եղանակը։ Սպասում ենք ընկերուհուս, որ գա մեզ միանա։ Երևի գնանք Յասաման։ Գնա, լավ, չեմ նկարում։ Մենք հիմա Յասամանում ենք, սուրճ ենք խմում։ Եթե նախորդ բլոգս տեսել եք, գիտեք, որ այստեղի Միդավիկը շատ համով է։ Ընկերուհիս սոված է հիմա իր ուտելիքը կբերեն ու ձմերուկ ենք պատվիրել։ Հավանեցիր։ Ես շատ եմ հավանել։ Աղցր ձմերուկն էլ հասավ։ Շատ լավ ժամանակ ենք անցկացնում, դառնենք։ Այս մենակ պանիր է մեջ է պիլմենիների։ Չէ, սերուցքային սոս։ Միշտ չկա մեջը։ Կա։ Լավ, լկեր ասամված։ Չի ուզում երևա, բայց շատ է հավանել պիլմենիները, պրոստը ամեն պիլմենին այսքան է ու շատ դժվար է իրան ուտելը։ Դե ես սիրում եմ այս տեղը ու իրանց ուտելիքը միշտ շատ համեղ է։ Մեր վերջնական հաշվը կազմեց այսքան։ Շատ լավ ու շատ հավես ժամանակ անցկացրեցինք։ Եթե դուր եք գալիս նման ֆորմատով վիդեոները, խնդրում եմ լայքեք, կոմենտեք, յուրաքանչյուրից մեկնաբանությունը կարդում եմ, ոգևորվում եմ։ Եթե ցանկանում եք տեսնել նման վիդեոներ շարունակական, ապա բաժանորդագրվեք իմ ալիքին, խոստանում եմ, որ հետաքրքիր վայրեր կգնամ, ծանոթացնեմ ձեզ ուտելիքների հետ, համեղեր թե ոչ, եւ արժեքների մասին կխոսեմ։ Իսկ այսօրվա հետ կապված երկու վայրերն էլ անմահական համեղ ուտելիքներ ունեին ու արժեքներն էլ կարծում եմ միջին վիճակագրական արժեքներ էին։ Այդքան ովքեր են ինձ հետ համաձայն, կարող եք մեկնաբանության դաշտում գրել։